Ժամանակակից ռոբոտները հիմնականում նման են մարդկանց, որոշները, եթե միայն մասամբ, ապա շատերը գրեթե չեն տարբերվում կենդանի մարդուց։ Մի մասն էլ նման են կենդանի արարածների, միջատներից եւ ձկներից մինչեւ օձեր եւ թռչուններ։ Սակայն նրանց մեծ մասը կոշտ մակերեսով մեքենաներ են, նախատեսված ծանր աշխատանքների համար։ Փափուկ ռոբոտներն, ինչպես օրինակ Փարո անունով այս փոքրիկ փոկի ձագը, որը օգտագործվում է Ճապոնիայի ծերանոցներում մեծահասակ մարդկանց հանգստի համար, հազվադեպ են հանդիպում, սակայն Carnegie Mellon համալսարանի գիտնականները գտնում են, որ դրանց պահանջարկը ավելի մեծ է։ 10 years ago 10 տարի առաջ մարդիկ ռոբոտներ էին ստեղծում, սակայն նրանց հետաքրքրում էին կարծր ու ամուր նյութերից պատրաստված հազար մեքենաները։ Քանի որ շատ ռոբոտներ նախատեսված են մարդկանց հետ շփվելու համար, Yongley Park-ի եւ նրա գործընկերների կարծիքով ավելի փափուկ ռոբոտները ավելի անվտանգ կլինեն մարդկանց համար։ Ռոբոտագիտության պրոֆեսոր Քրիս Ատքինսոնի խոսքերով ռոբոտի կոշտ մակերեսը կարելի է պատել փչովի հատվածներով, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ձևափոխվել։ Գիտնականներին ոգեշնչել է մեծ հերոս 6 հայտնի ֆիլմից Baymax ռոբոտը, ասում է նա։ I've heard from many people Ես շատերից եմ լսել Մեծ հերոս 6 ֆիլմի երեխաների վրա դրական ազդեցության մասին, ընդ որում երկու առումով, նախ որ երեխաները նմանվում են ռոբոտների եւ որ ցանկանում են դառնալ գիտնականներ եւ ճարտարագետներ։ Մեքենաշինական ճարտարագիտության պրոֆեսոր Քարմել Մաջիդիի խոսքերով մարմնի վրա կրելի էլեկտրոնիկայի ոլորտում նույնպես գիտնականները պետք է նոր եւ անվտանգ նյութեր առաջարկեն։ so a big Մեր հիմնական նպատակն է մշակել նյութեր, որոնք միաժամանակ համադրելի լինեն միկրոէլեկտրոնիկայով ավելի լուրջ սարքավորումների հետ։ Տեխնոլոգիաները արագ զարգանում են, սակայն ըստ գիտնականների շուկայում պահանջարկ ունենալու համար դրանց հետ շփվելը եւ հպումները պետք է ավելի հաճելի լինեն։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։